Ես Նանե Խաչատրյանն եմ ու այսօր ներկայացնելու եմ իմ 11-րդ դասարանի նախագիծը, բայց մինչ այդ ուզում եմ մի փոքր ընթացքից պատմեմ։ Անցած տարի մոտավորապես այս ժամանակ, երբ ձերպես հանդիսատեսի դերում էի, շատ մտահոգված էի, թե ինչ եմ անելու, որովհետև բացարձակ պատկերացում չունեի, ու սեպտեմբերը երբ եկավ, տեսնում էի իմ դասընկերներին, ովքեր բոլորը շատ տաղանդներ ունեն ու այդ տաղանդները կարողանում էին օգտագործել իրենց նախագծերում ու էլ ավելի տագնապ մոտը սկսվեց, ոչ մի կերպ չի հասկանում ինչ եմ անելու, ինչի եմ անելու։ Հիմա էլ անհանգիստ եմ շատ։ Ինչ-որ ժամանակ անցավ ու մայրիկս խորհուրդ տվեց, որ 3 կետի հետևեմ, ինչ եմ սիրում, ինչն է ինձ հետաքրքիր ու ինչ կարող եմ անել։ Առաջինը շատ հեշտ էր, սիրում եմ հոգեբանություն, միշտ սիրել եմ։ Ինչ միշտ շատ հետաքրքիր է եղել իմ տարիքակիցների, հասակակիցների ուղեղում ինչ է կատարվում, ինչի մասին են մտածում, ինչ խնդիրներ ունեն, իսկ թե ինչ եմ կարող, շատ ավելի բարձր իմ համար։ Բայց համընկնեց իմ ռադիոյում աշխատանքի հետ ու հասկացա, որ կարող եմ հարցազրույցների տեսքով փորձել ներկայացնել այդ խնդիրները։ Ու երբ հասկացա արդեն մոտավորապես ինչ եմ անելու, էլ ավելի դժվար էր հասկանալ, թե որտեղից պետք է սկսեմ։ Շնորհակալ եմ պարոն Սերգեյին, որ ուղղություն տվեց ինձ ու հուշեց, որ ճիշտ կլինի սկսել սոցհարցումից։ Հետագայում ավելի դժվար էին հարցումի հարցեր կազմելը, որոնք պետքա չվանեին դեռահասներին ու պետքա իրենց համար հետաքրքիր լինեին։ Հարցումի հարցերը կազմելու հարցում ինձ օգնեց շատ մայրիկս եւ հետագայում այդ հարցերը ոնց որ մասնագիտական ավելի ճիշտ ոնց որ ուղղություն տվեց այդ հարցերին տիկին Ծովինարը, շնորհակալ եմ շատ։ Հետագայում արդեն երբ որ հարցումը պատրաստ էր, չգիտեի ինչ մասշտաբով պետք է այդ հարցումը անել։ Այդ հարցումը ինձ շատ օգնեց պարոն Արան, իմ կուրատորը, օգնեց հասկանալ, որ պետքա ավելի մեծ մասշտաբով լինի, քան ես եմ պատկերացրել։ Նշածողը իրականում շատ բարձր էինք դրել ու չհասա դրան, բայց հարցումս անցել են 14-ից 17 տարեկան 70 դեռահաս եւ հարցումը կազմված է եղել 30 հարցից։ Շնորհակալ եմ նաև շատ տիկին Զարային, ով ոչ միայն մասնագիտական օգնությունից տվեց, այլ նաև տվեց տարածք, որտեղ ես պետք է կարողացել եմ աշխատել եւ ոնց որ իմ նախագծի հարցերի մեծամասնությունը կազմվել են հենց այնտեղ։ Հետագայում հարցերը արդեն պատրաստ էին, ոնց որ հարցումը ամփոփված էր ու պետք էր ինչ-որ ձևով այդ հարցման արդյունքները ներկայացնել։ Զուտ չոր կոպիտ գրաֆիկներ ցույց տալը ոչ մեկին ոչ հետաքրքիր էր լինելու, ոչ հասկանալի։ Որոշվեց ներկայացնել ֆիլմի տեսքով, ավելի ոնց որ տեսանյութի։ Ու պետք էին մարդիկ, ովքեր խոսելու ու ներկայացնելու են իրենց փորձով իմ կատարած աշխատանքը։ Շնորհակալ եմ շատ բոլոր մարդկանց, ովքեր մասնակցեցին, ոնց որ իրենց դերը ունեցան իմ նախագծում։ Ինչ տվեց ինձ այս նախագիծը, երևի նախ տվեց կարողություն իմ ժամանակ ավելի լավ հաշվարկելու, որովհետև ես շատ լավ պրոկրաստինատոր եմ ու եթե չլիներ ճիշտ դեդլայնը, ես ոչ մի ձև չէի կարողանա հասցնել ու չէի հասկանա, թե ոնց պետք է դասավորեմ իմ օրը եւ ժամերը։ Ինձ սովորեցրեց մի քիչ հոգեբանություն, մի քիչ սոցիոլոգիա, մի քիչ լրագրողական արվեստ, բայց երևի ամենակարևոր բաներից սովորեցրեց կառավարել իմ ռեսուրսները, կառավարել ժամանակս եւ երևի օգնեց հասկանալ, թե ոնց հետաքրքրությունը ու կարողությունը իրար հետ միավորել ու ինչ-որ բան ստանալ արդյունքում։ Հիմա ինձ թվում է կարող ենք արդեն դիտել։ Աշխարհում ամեն 7 դեռահասից մեկը հոգեկան առողջության խանգարումներ ունի։ Ինքնասպանությունը 15-ից 19 տարեկանների շրջանում մահվան 4-րդ պատճառն է։
Հոգեկան առողջության խանգարումների 50%-ը սկսվում են մինչև 14 տարեկանը, սակայն դրանց մեծ մասը չի հայտնաբերվում եւ չի բուժվում։ Այս տվյալները Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ Գիտնակս վերլուծական հարթակի 2024 թվականի համատեղ զեկույցից են։ Հայաստանում դեռահասների հոգեկան առողջության վերաբերյալ համապարփակ եւ թարմ տվյալներ չկան։ Հասանելի է միայն ամերիկյան Բրիքհեմ Յանգի համալսարանի Ballard Brief հետազոտական հարթակի կողմից արված ուսումնասիրությունը, որի համաձայն Հայաստանում հոգեկան առողջության ծառայությունները սահմանափակ են, հատկապես երեխաների եւ դեռահասների համար։ Ըստ այդ զեկույցի մեր երկրում գործում է ընդամենը 2 ամբուլատոր կենտրոն։ Չափազանց սահմանափակ է նաև մասնագետների հասանելիությունը։ Բնակչության թվի կտրվածքով յուրաքանչյուր 370,000 երեխայի համար հասանելի է միայն 1 մանկական հոգեբույժ։ Դեռահասությունը բարդ շրջան է։ Մեր մարմինը, միտքը, հույզերն ու սոցիալական միջավայրը միաժամանակ արագ ու հաճախ անկանխատեսելիորեն փոխվում են։ Սկսվում է ինքնության ձևավորման ճգնաժամը։ Ով եմ ես, որն է իմ տեղն աշխարհում, ինչ եմ ուզում։ Հարցեր, որոնք մեծամասամբ ներքին լարվածություն, անվստահություն եւ հակասություններ են առաջացնում, թե ինքներս մեզ հետ, թե շրջապատի հետ։ Դեռահասներին սովորաբար բնորոշ է տատանվող ինքնագնահատականը, քանի որ այս փուլում իրանք փնտրում են իրենց անձը, ով եմ ես հարցը իրենց ոչ շատ ակտուալ է, եւ նաեւ փորձում են այդ հարցին պատասխան գտնել ուրիշների աչքերում, թե ինչպես են ինձ տեսնում շուրջը եղող մարդիկ, հարաբերությունների մեջ ընկերներ, ուսուցիչներ, ծնողներ եւ սրանից բխող արդեն խնդիրը իրենց մոտ շատ ակտուալ տատանվող ինքնագնահատականն է։ Մեկուսացվածությունն է տարածված խնդիր, որ իրենք երբեմն շրջապատի կողմից անհասկացված լինելու պատճառով կամ այդ անհասկացված լինելու վախերից ելնելով կարծես մեկուսանում են, ինքնամփոփ են դառնում։ Երբեմն տագնապայությունն է շատ, իհարկե ոչ բոլոր դեռահասները, բայց տագնապայությունն է նրանց բնորոշ, որովհետև ունեն ներքին վախեր, ինչպես արդեն նշեցի, ինչպես կընկալվեմ, ինչպես ինձ կտեսնեն, ինչ կարծիք կձևավորվի իմ մասին եւ ունեն այսպիսի տագնապներ, անորոշություն, լարվածություն ունեն, այսպես սրանք շատ բնորոշ են բոլոր դեռահասներին գրեթե։ Մասնագետի կարծիքը հաստատում են նաև դեռահասները։ 14-ից 17 տարեկան 70 դեռահաս Երևանի տարբեր դպրոցներից, սոցիալական ու կրթական տարբեր մակարդակներով հոժարական մասնակցեցին իրենց մասին հարցմանը, որի բովանդակության գրեթե 50%-ը նրանց մենթալ առողջությանն է վերաբերում։ Այս ոլորտը հաճախ է անտեսվում, որովհետև հիմնականում աննկատ է։ Հարցերն անդրադառնում էին նրանց սթրեսի մակարդակին, հասկացված լինելու զգացողությանը, ծնողական աջակցությանը, սոցիալական հարաբերություններին եւ բուլինգի փորձին։ Արդյունքներն ուշագրավ են։ Հարցվածների 50%-ը տարբեր հաճախականությամբ սթրես են ապրում, ինչն ազդում է նրանց ընդհանուր հոգեկան բարօրության վրա։ Ուշագրավ է նաև այն, որ չնայած ավելի քան 90%-ն իրենց ապահով են զգում տանը, բայց 70%-ն ասում են, որ իրենց հաճախ չեն հասկանում, ինչը հանգեցնում է մեկուսացման։ Գրեթե բոլորն ասում են, որ սոցիալական ցանցերը դրական են ազդում իրենց ինքնագնահատականի վրա։ Սոցիալական կապեր կան մեծ մասի մոտ, բայց փոքր հատվածը մոտ 5%-ը չունի մտերիմ ընկեր։ Բուլինգի ենթարկվելը եւ դրա կիրառումը գրեթե հավասարաչափ են տարածված, ինչը փաստում է միջավայրային խնդիրների մասին։ Ամենահայտնի ծեծված թեման բուլինգն է, ինչքան շատ այսօր այդ մասին խոսվում է, մի տեսակ անգամ թրենդային թեմա է, եթե կոպիտ արտահայտվենք, բայց լուծումներ կարելի ասել շատ չկան, ու այնպես չի, որ լուծումների առումով զարգացում կա։ Խնդիրներ շատ կան, բայց հարցմանը մասնակցած դեռահասների շուրջ 30%-ը ոչ մեկին չի պատմում իր խնդիրների մասին։ Մասնագետը սրան բացատրություն ունի։ Լռում են գուցե նրանից, որ երբեմն իրենք մեծացել են այնպիսի ընտանիքներում, որտեղ չկա մշակույթ զգացմունքների մասին խոսելու։ Իրենց ընտանիքում ոչ մաման, ոչ պապան երբեք չեն եկել ու այսպես անկեղծ խորը զրույցներ չեն ունեցել։ Այսինքն տարբերակ 1, իրենք չունեն այդ մշակույթը խոսելու առհասարակ իրենց զգացմունքներից։ Գուցե չեն խոսում, որովհետև ունեցել են բացասական փորձառություն, որ երբ որ նախկինում խոսել են, հանդիպել են գնահատանքի, հանդիպել են անտեսման, որ իրենց ուշադրություն չեն դարձրել, կամ տվել են շատ հստակ դատող գնահատական, քննադատական վերաբերմունք։ Գուցե չեն խոսում, որովհետև իրենք կարծում են, որ իրենց խնդիրները մեծահասակների աչքին շատ անլուրջ կարա թվա, որ կմտածեն, այս ինչ հիմար բաների մասին է օրինակ մտածում, դրանից ելնելով չեն խոսում եւ այսպես։ Սոնան իմ գործընկերուհին է ռադիոյում։
Նա կարծում է, որ հաճախ հենց ծնողներն են դեռահասների լռության պատճառը։ Ինչու են մեծահասակները դեռահասների խնդիրներին ոչ լուրջ մոտենում, այսինքն եթե քեզ տխուր ես զգում կամ ինչ-որ դեպրեսիայի մեջ ես ընկած ու իրոք քո մոտ ճգնաժամ է, ծնողները ինչ-որ կատակի են տալիս, ասում են դե լավ երեխա ես կանցնի, բայց երեխան էլ է փաստացի ունենում խնդիրներ, որոնց մասին ցանկանում է մեծահասակի հետ խոսել, բայց հենց ուզում է խոսի, ծաղրի առարկային վերածում են երեխային կամ ընդհանուր այդ խնդիրը։ Ծնողի դերը կարող է լինել կառուցողական եւ կարող է լինել քանդող։ Եթե ծնողը փորձում է լինել առանց քննադատության, լսողական ջե ունենում, դա նորից դեռահասի մոտ ստեղծում է համոզում, որ ես հասկացված եմ, ես լսված եմ, ինձ չեն դատում, եւ սա նորից իրեն բացում է, նա սկսում է համագործակցել, կիսվել իր ներքին վախերի մասին, տագնապների մասին, իր անլիարժեքության հետ կապված վախերի մասին սկսում է խոսել։ Այսինքն, եթե փորձեմ ամփոփել, եւ ծնողի եւ ուսուցչի դերը դեռահասի կյանքում կարող է լինել կամ կառուցողական, կամ քանդող։ Աշակերտների հուզական խնդիրները նկատելի են լինում կախված դրանց զարգացման աստիճանից, արտահայտման աստիճանից, կան հուզական խնդիրներ, որոնք ուսուցիչի հեշտությամբ կարող է նկատել, ու այդ դեպքում արդեն համագործակցելով մյուս ուսուցիչների, ծնողի հետ, սովորողի ընտանիքի հետ փորձել ինչ-որ ընդհանուր եզր գտնել։ Եթե համատեղ քննարկման ու համագործակցության ճանապարհով է հնարավոր դա լուծել։ Արձագանքն էլ շատ ինդիվիդուալ է, այսինքն ինչքան որ խնդիրները կարող են տարբեր լինել աշակերտների հուզական դաշտի հետ կապված, նույնքան եւ տարբեր են արձագանքները եւ լուծումները։ Մենք դեռահասներս պատկանելիության անհրաժեշտություն, ընդունված ու սիրված լինելու սուր կարիք ունենք։ Այս փափագը կարող է ստիպել մեզ ռիսկային վարք դրսևորել, փորձել ընդօրինակել ուրիշներին կամ չհայտնել մեր մտահոգությունները, հարմարվելով ամեն ինչին։ Դեռահասները բավական խոցելի են իրենց ընդհանուր հոգեֆիզիոլոգիական հետապի հետ կապված, իրենց մոտ հեղացված են հուզական վիճակները ու անգամ ամենափոքր խնդիրները կարող են ծանր տանել դրա համար կրկնակի ներբազգացը պետք լինել իրենց բարակայում։ Շատ է միջավայրից, ընկերական միջավայրից կախումը լինում այդ տարիքում բավական բնորոշ է։ Հաճախ լինում է խանդ ընկերական այս կամ այն միջավայրի նկատմամբ, ընդհանուր ընկերներ, առաջին սեր եւ այդպես շարունակ։ Այս ամենին գումարվում է նաև ապագայի հանդեպ անհանգստությունները։ Մեր առջև հաճախ դրվում են լուրջ ակադեմիական սպասումներ, քննություններ, մասնագիտության ընտրություն, ինքնուրույնության հարցեր։ Դրանք հաճախ ծանր լուծ են դառնում մեր դեռևս ոչ այնքան հաստատուն հոգեբանության համար։ Դե ես ինքս ինձնից շատ մեծ ակնկալիքներ ունեմ ու այն փաստը, որ միգուցե ես չկարողանամ այդ բոլոր բարձր նպատակներին հասնել, այդ մի քիչ ճնշող է ինձ համար համարվում, էլի։ Առօրյայում ինձ ամենից շատ հուզում է այն, որ ես պետք է ընտրեմ իմ ապագա մասնագիտությունը ու կայանեմ այն ոլորտներում, ինչ որ ես սիրում եմ։ Ինձնից ակնկալվում է, որ ես լինեմ լավ մասնագետ, ընտրեմ այն ոլորտները, ինչում ես կլինեմ լավ հաջողված ու ընդհանրապես իմ անձնական կյանքում ու ընտանեկան կյանքում ես լինեմ հաջողակ մարդ։ Ինչպես կհաղթահարեմ ինձ հանդիպող փորձությունները, կկարողանամ ընդունված լինել շրջապատում, կարդարացնեմ արդյոք ծնողներիս, ուսուցիչների սպասումները, կկարողանամ ճիշտ մասնագիտություն ընտրել, կլինեմ ցանկալի ընկեր, լավ մարդ ու մասնագետ։ Մեր գլխում տասնյակ անհայտներով խնդիրներ են, որոնց մասին քիչ ենք խոսում, որովհետև փորձում ենք ինքնուրույն լինել։ Բայց հաճախ մասնագետների կարծիքով մեր լռությանը նպաստում են նաև տարածված կարծրատիպերը։ Օրինակ, տղան պետք է չլացի, տղան պետք է միշտ ուժեղ երևա, կամ աղջիկը պետք է բարձր չխոսի, աղջիկը պետք է լեզվանի չլինի, եւ սրանք շատ տարածված կարծրատիպեր են, համոզումներ են, որոնք բերում են իրենց բացասական հետևանքները։ Օրինակ, երբ որ ասվում է, որ տղան պետք է չլացի, տղան պետք է միշտ ուժեղ լինի, սա բերում է նրան, որ երբ որ դեռահասում են ներքին խնդիրներ, տխրություն, ցավ, վախեր, տագնապներ, ինքը ուղղակի սկսում է դրանց մասին չխոսել, փակվել, կարծես կտրվում է իրեն շրջապատող միջավայրից, որ հանկարծ թույլ չերևա, խոցելի չերևա, եւ մենք այդ պարագան նորից կորցնում ենք դեռահասին։ Կամ երբ որ ասում ենք, որ աղջիկը պետք է համեստ լինի, լեզվանի չլինի, հնազանդ լինի, խոնարհ լինի, դա նորից բերում է նրան, որ օրինակ աղջիկների պարագայում իրենք նորից սկսում են չխոսել իրենց ներսում կատարվող բովանդակություններից, եւ նորից արդյունքում մենք կորցնում ենք կապը դեռահասի հետ։
Հետո ասում ենք, որ չի շփվում, ամբողջ օր իր սենյակում է, մեկուսացված է, ինչու՞, չէ՞ որ դա հետևանք է։ Ընկերներիս ուղղված հարցերից մեկն էլ հետևյալն էր. ինչ կփոխեիք դեռահասների կյանքում, եթե հնարավորություն ունենայիք։ Սոնայի պատասխանը ուտոպիստական է։ Անկեղծ ես կստեղծեի մի միջավայր, որտեղ կլինեին միայն դեռահասներ, այսինքն մեծահասակներ չեն լինի եւ երեխաներ չեն լինի։ Կլիներ շատ ուղղակի զվարթ մի աշխարհ փոքրիկ։ Նարեկն ավելի ռացիոնալ է մտածում։ Ոչ մի բան չէի փոխի, չնայած խորհուրդ կտայի դեռահասներին պահել իրենց ինքնությունը, թե որ շրջապատում է լինեն, իրենք իրանցով մեծ արժեք են ներկայացնում։ Իսկ ես կավելացնեմ. ինքնություն ունենալու համար հաճախ լսեք ինքներդ ձեզ եւ հաճախ խոսեք ձեր մտահոգությունների ու վախերի մասին։ Գուցե չհավատաք, բայց մեր ծնողները նույնպես վախեր ունեն, ու երբեմն խոսելու միջոցով այդ վախերը փարատվում են, ու ավելի անցավ է անցնում սեպարացիան։ Երբեմն մենք ծնողներս կամ ուսուցիչների դերում եթե լինում են, մենք ունենք շատ լուրջ վախեր, որ մեր դեռահասը չսխալվի, որովհետև դա շատ կարևոր կյանքի փուլ է եւ ցանկացած փոքրիկ սխալ կարող է ճակատագրական լինել, մասնագիտություն է ընտրում, չգիտեմ, սիրածանձ է ընտրում, ընկերուհի է ընտրում եւ մենք մեր ներքին տագնապներից ու վախերից ելնելով սկսում ենք միջամտել, սկսում ենք իրենց փոխարեն որոշումներ կայացնել, արգելել ինչ-որ շատ կարևոր բաներ, բայց դրանք մեր վախերից են գալիս։ Ծնողը կամ մեծահասակը, ով դեռահասի կողքին է, պետք է գիտակցի իր վախերն ու տագնապները եւ թույլ չտա, որ հարաբերությունների մեջ դրանք առաջնորդող լինեն։ Հետաքրքիր մի բան նկատեցի, երբ ընկերներիս հետ խոսում էի լսված լինելու մասին։ Թե Սոնային, թե Նարեկին ուղեցի միևնույն հարցը. ինչ է նշանակում ձեզ համար լսված լինել։ Ակնկալում էի, որ կխոսեն ներքին խնդիրներից, բայց ի զարմանս ինձ երկուսն էլ խոսեցին շրջապատում հեղինակություն լինելու կարևորության մասին։ Սա էլ դեռահասների կարևոր կարիքներից է։ Լինել լսված ինձ համար նշանակում է, որ շրջապատը ինձանից կարա ընդունի կարծիք, ինչը ամենակարևոր բաներից մեկն է, ու ես շրջապատին ինչ-որ տալու բան ունեմ։ Դե առաջին հերթին լինել լսված ինձ համար այն է նշանակում, որ ինչ-որ մեկին օրինակ խորհուրդ ես տալիս քո ընկերներից ու իրանք լսում են քո խորհուրդը ու քո ասված ձևով են իրենց կյանքը սկսում դասավորել։ Այսինքն լավ բան են քաղում քո խոսքից, իմ համար լսված լինելը դա է։ Հետազոտական այս աշխատանքում կարող էի խոսել նաև դեռահասի վրա համացանցի դրական ու բացասական ազդեցության, անառողջ ցնվելու, դասերին ու ընկերներին հատկացված ժամանակի ու այլ ոլորտերին առնչվող հարցերից, որովհետև դրանք նույնպես ուսումնասիրել եմ։ Ուրախալի է, որ հարցված դեռահասների հոգեբանական վիճակի ինդեքսը կազմում է մոտ 83 միավոր 100-ից, ինչը ցույց է տալիս համեմատաբար դրական հոգեկան վիճակ։ Բայց այս տեսանյութով ուզում եմ հետևյալ ուղերձը հասցնել։ Մեր դեռահասների սուզական լեզուն դեռևս սահմանափակ է։ Այդ պատճառով հաճախ դժվարանում ենք օգնություն խնդրել։ Էլ չասեմ, որ մեր հասարակության մեջ հոգեկան առողջության խնդիրները դեռևս խարանելի երևույթ է դիտարկվում։ Ուստի, թանկագիններս, եթե ոչինչ չհիշեք այս տեսանյութից, գոնե այս մեկը հիշեք։ Դեռահասի ձայնը հաճախ լռություն է։ Փորձեք լսել այն։ Ուզում եմ շեշտել, որ իմ պրոյեկտը ուղղված չէր խնդիրներին լուծումներ տալու համար, ուղղված էր խնդիրները զուտ բարձրաձայնելու եւ շատ կոչ էր, որ բարձրաձայնվեն խնդիրները, ու եթե հարցեր կան, պատրաստ եմ պատասխանել։ Ես հարց չունեմ, բայց իբրև լրագրող ուզում եմ հիացմունքս հայտնել։ Սա այնպիսի նյութ էր, որ ցանկացած հեռուստաընկերություն կարող է ցույց տալ, ու ես կդիմեմ մեր հեռուստաընկերությանը, որ սա անպայման ցույց տամ, որովհետև հենց առաջի ձայնից լրագրող ու դեռահաս խնդիրները վերհանված էր, ռիսերչ կար, մուլտիմեդիա եզակի պրոյեկտ էր, որ ասեմ ձեզ շատ քիչ այսօր գործող լրագրողներ կարող են այսպես պրոդուկտ տալ, շատ տպավորված եմ, բրավո։ Շնորհակալություն ասեմ։